Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադի կցագրված պահեստազորային անձնակազմ հարգելի հյուրեր։ Այսօրվա հանդիպմանը մասնակցում են համայնքների և վարչական շրջանների ղեկավարները, բրիգադի առաջին հրաձգային գումարտակի և բրիգադի հակաանետային մարտկոցի կազմում վարժական հավաքներին մասնակցած պահեստազորային կազմը, ինչպես նաև տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված սպաները, հրամանատարի տեղակալները, ծառայությունների պետերը և գումարտակների վարչակազմերը, իսկ երկրորդ և հինգերորդ հրաձգային գումարտակներից ողջ սպայական կազմը, որոնք կցագրված են պահեստազորից։ Մասնակցում են նաև մուլտիտրանսպորտ ՍՊ-ի շահագործման բաժնի պետը և մուպլաստ կազմակերպության ղեկավարը, որոնց կազմակերպություններից կցագրված են բրիգադի տեխնիկայի գրեթե 50%։ Հարգելի ներկաներ, աշխարհի բոլոր պետությունների նորագույն բանակները ուժեղ են պահեստազորային կուռ համակարգի շնորհիվ։ Յուրաքանչյուր անձ պետք է ճանաչի իր հրամանատարին և գիտակցի իր խնդիրը, հասկանա, որ ինքը հանդիսանում է մի մեծ համակարգի անհրաժեշտ մաս և առանց իրեն համակարգը լիարժեք չի գործելու։ Կոտայքի մարզի տարածքային բրիգադը կազմավորվել է 2024 թվականի փետրվար ամսին։ Բրիգադի կազմավորմանը զուգահեռ պահեստազորից համալրվել է բանիմաց և փորձառու սպաներով։ Կազմավորման օրվանից առ այսօր Բաղրամյան զորավարժադաշտում անց է կացվել վարժական հավաքներ երկու փուլով։ Առաջին փուլով իրականացվել է ստորաբաժանումների ներդաշնակում, իսկ երկրորդ փուլում մարտական հերթապահության իրականացում, որի ընթացքում պահեստազորային անձնակազմը ձեռք է բերել բավականին մարտական փորձ։ Վարժական հավաքների մասնակից անձնակազմը կցագրվել է բրիգադի հաստիկներում։ Հարգելի ներկաներ, հարկ եմ համարում ներկայացնել տարածքային պաշտպանության բրիգադի ստեղծման և նպատակների խնդիրների մասին։ Տարածքային պաշտպանության բրիգադը ոչ միայն մարզի անվտանգության հիմնասյուներից է, այլև մեր միասնականության, հայրենասիրության և անկոտրում ոգու արտացոլանքը։ Ձեզանից յուրաքանչյուր ոք այս գործում ունի նշանակալի դերը, և ձեր կատարած աշխատանքը գնահատվում է ինչպես ղեկավարության, այնպես էլ հասարակության կողմից։ Այսօր մենք ապրում ենք բարդ ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ անհրաժեշտ է զգոնություն, միասնություն և ամուր կամք։ Դուք այն ուժն եք, որ կանգնած եք մեր հայրենիքի սահմաններում, ապահովելով խաղաղությունն ու կայունությունը։ Հորդորում եմ ձեզ միշտ հիշել, որ ձեր նվիրվածությունն ու ջանքերը ծառայում են սերունդների խաղաղ ապագային։ Մեր ուժը մեր միասնության և պատասխանատվության մեջ է։ Վստահ եմ, որ ձեր հմտությունները, կարգապահությունն ու կամքը կշարունակեն բարձր պահել Կոտայքի մարզի պատիվը։ Տարածքային պաշտպանության բրիգադի բնականon գործընթացի, վարժական հավաքների պահեստազորայիններին անձնակազմի բարեխիղճ ներգրավման, անձնակազմի ուսումնասիրության գործընթացում Կոտայքի մարզի զինկոմիսարիատը, մարզպետարանը և համայնքների ղեկավարները ջանք չեն խնայել աջակցելու բրիգադի առջև դրված խնդիրների իրականացմանը։ Մեր կողմից ներկայացված ցանկացած խնդրի համայնքների ղեկավարները մոտենում են գիտակցաբար և հասկանալով, որ մեր կատարած աշխատանքը նպատակաուղղված է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Հարգելի պահեստազորային անձնակազմ, վարժական հավաքների ընթացքում դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ հայրենիքի պաշտպանության գործը վստահ ձեռքերում է։ Այս ամբողջից իմ շնորհակալական խոսքն եմ ուզում հղեմ ձեզ, ձեր ակնտունջ, բարեխիղճ և ըմբռնվում մոտենալու հրամանատարների կողմից առաջադրված խնդիրների կատարումը։ Ձեր կարգապահությունը, որը փաստում է տարածքային պաշտպանության բրիգադի հրամանատարության և ձեր կողմից մարտական հերթապահություն իրականացրած բոլոր զորամասերի հրամանատարների շնորհակալական խոսքերը և ի վերջո հարգելով ձեր հրամանատարների խոսքը համախմբված կերպով այս միջոցառմանը մասնակցելու համար։ Պարոն գեներալ լեյտենանտ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ կարճ ժամանակում բրիգադում ձևավորվել է առողջ կոլեկտիվ, միասին պատրաստ ենք իրականացնելու ցանկացած խնդիր, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության շահերին։ Տարածքային պաշտպանության բրիգադի սպայական կազմը մշտապես ճանաչողական բնույթի հանդիպումներ է կազմակերպում բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ,
որի արդյունքները գնահատվում են բարձր։ Հարգելի ներկաներ, մենք իրավունք չունենք թուլանալու, պետք է ընդամենը դասեր քաղենք մեր անցյալից և նորովի պատրաստվենք արդի մարտահրավերներին։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլորիս Գալիք ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ուժ, անկոտրում, հավատ և մեր ընդհանուր նպատակի համար։ Թող 2026 թվականը հայ ժողովրդի համար լինի խաղաղության և ձեռքբերումների տարի։ Թող մեր կատարած գործերի ցույց դնենք միայն ուսումնական զորավարժությունների ժամանակ։ Շնորհակալություն։ Սպաներ, հարգարժան մարզպետ, ամենքի ղեկավարներ, Պայուսազորի անձնակազմ, հարգելի հյուրեր, սիրելի գործընկերներ։ Մեծ պատիվ է այսօր ողջունել ձեզ այս պատասխանատու և նշանակալի միջոցառման շրջանակում, որը նվիրված է վարժական հավաքներին։ Վարժական հավաքները մեր ազգային անվտանգության և պաշտպանության համակարգի կարևոր բաղադրիչ է։ Համայնքի ղեկավարն է, որը մեր որպես համայնքի ղեկավար իր թիմով մասնակցել է մեր վարժական հավաքներին, բրիգադի կազմում։ Պարոն սպաներ, հարգելի պարոն մարզպետ, հարգելի մարզպետարանի գործընկերներ, հարգելի համայնքի ղեկավարներ, հարգելի ներկաներ, ողջունում եմ ձեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնել պաշտպանության մեր նախարարությանը, որ հնարավորություն տվեց մասնակցել այս զորավարժություններին և մեր ծնողների կողմից ստացած դաստիարակությունը, որ մեր կրտսեր ծնունդը տենա մեզանից և սովորի, որ բանակին երբեք մենակ չպետք թողենք, մենք ազգովի բանակ պետք է միշտ լինենք, որ խաղաղությունը երաշխավորված լինի։ Առանձին շնորհակալություն պարոն Արոն Սահակյանին, մեր մարզպետին, որ ամեն հարցում ընդառաջել է մեր նախաձեռնություններում և այդ թվում այս զորավարժություններում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզի համայնքի այդ տղաներին, ում հետ որ մեկնել եմ այս զորավարժություններում, սպաներին, ում հրամանատարության ներքո անցկացրել ենք այդ զորավարժությունները։ Շնորհակալություն բոլորից, ես և կարծում եմ, որ մենք բոլորս խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղության երաշխավորողը մեր ուժեղ բանակն է, երբ որ մենք ազգովի բանակ ենք, մենք երաշխավորված ենք, որ մեր սահմանները անխափան են։ Փառք մեր նատակներին, փառք մեր հայոց բանակին և կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն։ Արմեն գեներալներ, սպաներ, հարգելի համայնքի ղեկավարներ, վարչական բնակավայրերի ղեկավարներ, սիրելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ, ես կարևոր միջոցառումն է։ Ինչ եմ կարևոր միջոցառումը, որովհետև ես էլ, ինչպես իմ գործընկերները շեշտեցին, Պայստազորի մարտունակ լինելը, Պայստազորի անընդհատ և հաճախակի վարժանքների մասնակցելը շատ են կարևորում։ Քանի որ մենք փորձներ ունեցանք, թե ինչ արդյունք կարանք ունենանք, երբ որ միայն բանակն է մարտունակ, Պայստազորը մեղմ ասած այդքան էլ մարտունակ չի, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Պապիկյանին, պարոն Ասլյան անձամբ ձեզ, այն բարեփոխումները, որոնք իրականացվում են պաշտպանական ոլորտում Հայաստանի Հանրապետությունում, օրի լայն հասարակական շերտեր են ներգրավում այդ բարեփոխումների արդյունքում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր այսօր մասնակցում են Սամիկորյա վարժական հավաքների, ես վստահ եմ, որ հարկ եղած դեպքում իրենք շատ ավելի պատրաստված են լինելու կանգնել մեր սահմանների պաշտպանության համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երեխաներին, ովքեր պատրաստվում են անտրտունջ
ծառայություն են հանրություն Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ցանկանայի նշել, որ վերջին տարիներին այս բարեփոխումները այն որ ասեցի լայն հասարակական շերտեր են ներգրավում իրենց մեջ, դա պատահական չասեցի, որովհետև տարբերություն չի բերվում, թե ով ինչ սոցիալական շերտի ներկայացուցիչ է, այդ բոլորն են ներգրաված այդ արժական հավաքների մեջ, բոլորն են իրենց ծառայությունում հատուցում Հայաստանի Հանրապետության բանակին։ Մեր մի քիչ կարող անհամեստություն թվա, բայց Մարսպետի ընտանիքից սկսած։ Անցած տարի կարծեմ իմ եղբայրն իմ մեզ է սանի։ Ինչի անանք սա շեշտում, որովհետև չպետք է լինեն մեր հասարակության մեջ արտոնյալներ և մարդիկ, ովքեր անընդհատ պետք է ծառայություն հանրություն պետությանը։ Դրա արդյունքն ենք տեսել ինչ է եղել, որովհետև այդ անավոր երևույթը չենք կարող թաքցնել, եղել է մեր երկրում։ Խորի շնորհակալություն եմ հայտնում ներկա գտնվող բոլոր այն տղաներին, ովքեր մասնակցել են, իրենց մասնակցություններ ունեցել ծառայությանը Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը։ Ցանկանում եմ օգտվելով առիթից շնորհավորել բոլորիդ ընտանիքների գալիք տարին և այս բարեփոխումների և այս սկզբունքայնության արդյունքում անելելու, որ մենք 26 թվականը և վստահ եմ հարատև խաղաղություն ենք ունենալ։ Շնորհակալություն ամենալավին Այս ազորի շարքային Ֆելիքս Վալերիևիչի Միրզոևին։ Այս ազորի շարքային Հենրիկ Գնելի Գզովյանին։ Նաև նշեմ, որ այսօր պարոն Գզովյանի ծննդյան օրն է։ Այս ազորի կրծեր լեյտենանտ Աշոտ Գրիշայի Բաղդասարյան։ Այս ազորի սերժանտ Արմեն Էդվարդ Հարությունյանը։ Այս ազորի ավագ լեյտենանտ Շահեն Համլետի Մեջլումյանի։ Այս ազորի լեյտենանտ Հրայր Սանաթուրքի Մինասյանի։ Արժեքավոր նվերով պատվոդրոշով։ Այս ազորի կրծեր սերժանտ Նժդեվ Վարդգեսի Հովանեսյանի։ Այս ազորի շարքային Գևորգ Կնյազի Գզովյանին։ Այս ազորի շարքային Գևորգ Շիրայրի Եղազարյանին։ Այս ազորի շարքային Մեհեր Միշայի Խաչատրյանին։ Այս ազորի լեյտենանտ Յուրի Արկադի Բաղդասարյանին։ Այս ազորի շարքային Արսեն Գևորգի Հարությունյանին։ Այս ազորի շարքային Սուրեն Խաչիկի Կարապետյանին։
Բայստազորի սերժանտ Էմիլ Պերջի Կարապետյանին, Բայստազորի սերժանտ Զորի Գրիգորի Գրիգորյանին, Բայստազորի շարքային Արարատ Գրիգորի Հարությունյանին, Բայստազորի շարքային Արայիկ Բադեղեմոսի Մկտեսյանին, Բողոքի եկել, տանը լրտում տալ, կարողացի կարողացել դա։ Երկու երեխաները որքան մոտեցեք տրիբունային, ամբյոն բարձացեք։ Կարողա տերեցելն մեծը։ Եկել խաղալ եկել։ Արի, Հաջորդը, տանեք հիշատակ պայել։ Արի, Մասպետ